Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-ի անիմալիքի եթերում զրուցելու եմ քաղաքագետ առաջիկա ընտրություններում ՔՊ թեկնածու Էդգար Առաքելյանի հետ ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-ի անիմալիքին։ Բարև ձեզ, պարոն Առաքելյան։ Պարոն Առաքելյան, Սամվել Կարապետյանը հարցազրույց է տվել, բայց իր թիմակցին եւ անդրադարձել է մի քանի հարցերի։ Մասնավորապես թիմակից Ալեքսանդր Ալեքսանյանը հետաքրքրվել է Ռոբերտ Քոչարյանի եւ Գագիկ Ծառուկյանի հայտարարություններով, իսկ հայտարարություններն այն մասին էին, թե իրենք աջակցություն կհայտնեն ամենաշատ ձայներ հավաքած ուժին։ Կարապետյանն ասել է, որ դա կոռեկտ է։ Նա նշել է, որ դա միջազգայինորեն ընդունված սկզբունք է, ըստ որի կառավարությունը ձևավորվում է ընտրությունների արդյունքով առաջին տեղը զբաղեցրած ուժը եւ մեջբերում անեմ, քանի որ մենք վստահ ենք, որ այդ ուժը լինելու ենք մենք, ուստի շուտով նրանք հնարավորություն կստանան պաշտպանելու մեր կուսակցության թեկնածուին։ Ինչպես եք մեկնաբանում այս իրավիճակը, որ արդեն ըստ էության ընդդիմությունը ունի համաձայնություն, որ առաջիկա ընտրություններին միավորվելու են եւ քվեները տալու են ամենաշատ ձայն ստացած ընդդիմադիր ուժին։ Ուրեմն Սամվել Կարապետյանը շատ կարևոր խոստովանություն է արել, նա ըստ էության վերջնականորեն հաստատել է մեր այն պնդումը, որ այս երեք ուժերը ուրեմն Կարապետյանի, Քոչարյանի եւ Ծառուկյանի մեկ միասնական քաղաքական թիմ են ու այդ համատեքստում փաստացի ինքը այո վերջնականորեն հաստատել է, որ իրենք նույն քաղաքական թիմն են, ինչի մասին մենք բազմիցս խոսել ենք եւ հայտարարել ենք եւ հիմա իրենք դա այլևս չեն թաքցնում եւ հաստատում են։ Կրկնեմ, սա իր կողմից վերջնականորեն հաստատումն է մեր այն պնդմանը, որ եւ Կարապետյանը եւ Քոչարյանը եւ Ծառուկյանը նույն թիմն են, նույն աշխարհաքաղաքական կենտրոնի շահերն են ներկայացնում ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ Բայց դա պրակտիկայում նորմալ չէ, հենց ժողովրդավարության դրսևորում չէ միավորվել, կոալիցիաներ կազմել եւ տրամաբանական է, որ քվեները մյուս ուժերը պետք է տան ամենաշատ քվե ստացածին, աջակցեն թեկնածուին։ Այստեղ տրամաբանությունը հետեւյալում է, ոչ թե շատ կամ քիչ ձայներ հավաքած թեկնածուն տալու մեջ է, այլ տրամաբանությունը հետեւյալի մեջ է, որ այո տրամաբանական է, որ այս երեք ուժերը նույն քաղաքական շրջանակներն են ներկայացնում եւ այս երեք ուժերը եթե ընտրություններում հաջողություն գրանցեն, ապա միավորվելու են։ Տրամաբանությունը է ոչ թե ժողովրդավարությունը։ Հիմա լավ, դուք ի՞նչն եք խնդիր համարում, որ իրենք գալիս են կոնսենսուսի։ Կարողանում են գալիս են, հակասահմանադրական բան չեն անում։ Տեսեք, օրենքի տեսանկյունից նորմալ է, բայց խնդիրը քաղաքական կոնտեքստն է։ Մենք նշում ենք, որ այս երեք որ Սամվել Կարապետյանը դա նախկինների հետ ուղիղ առնչություն ունեցող անձնավորություն է, որ Սամվել Կարապետյանը նախկինում եղել է այդ քաղաքական ուժերի, ուրեմն այդ քաղաքական ուժերի տնտեսական հենասյուներից մեկը եւ հիմա Սամվել Կարապետյանի հայտարարությամբ սա հաստատվում է, որ Սամվել Կարապետյանը պատրաստ է ուրեմն համագործակցել այդ նախկինների հետ, տվյալ դեպքում Ռոբերտ Քոչարյանի, Գագիկ Ծառուկյանի եւ եթե հաշվի առնենք, որ Սերժ Սարգսյանն էլ իր ոչ թե իր դեմքով, այլ իր քաղաքական ուժի ներկայացուցիչների շատերին գործ ուղղել է եւ Կարապետյանների ընտրական ցուցակ եւ այլ ընտրական ցուցակներ, ապա ելի հաստատվում է մեր այն պնդումը, որ Սամվել Կարապետյանը հներից էլ հին է եւ Սամվել Կարապետյանը գնում է այդ նախկին ուժերի հետ քաղաքական դաշինքի ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ Սամվել Կարապետյանը նաև կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը շատ է վախենում Ալիևից, նա այս միտքը հայտնել են բանից հետո, երբ որ կուսակիցը հետաքրքրվել է Ստեփանակերտում երկու հայկական եկեղեցիների քանդման հետ կապված, նշել է Փաշինյանը եւ իր խմբավորումները հարձակում են գործում Մայրաթոր Սուրբ Էջմիածնի վրա, ինչու պետք է նրանց հուզի Արցախում եկեղեցիների ավերումը եւ նա ասում է, որ Փաշինյանը շատ է վախենում իր շեֆից, Բավոր Ալիևը հանկարծ բարկանա։ Ինչպես կմեկնաբանեք։ Գիտեք, շեֆի առումով ակնհայտ է, որ
այս ամբողջ գործընթացում թերևս ամենամեծ շեֆ ունեցողը հենց Սամվել Կարապետյանն է, բայց եւ մենք գիտենք թե նրա շեֆերը կամ որտեղ են Որտեղ են, ովքեր են։ Դե առնվազն օրեր առաջ Ռուսաստանի նախագահը հայտարարեց, որ իրենք ռուսական ուժեր են, պրո-ռուսական ուժեր են եւ հետեւաբար բնական է, չէ, թե իրանց շեֆերը որտեղ են նստած, իսկ ինչ վերաբերում է Ալիևի նկատմամբ վախերից, ապա ես ուզում եմ ձեզ հիշեցնել Սամվել Կարապետյանի ուրեմն 44-օրյա պատերազմի ընթացքում արած միակ հայտարարությունը, որտեղ նա վախից դրդված կամ վախից ելնելով հավասարության նշաններ դրեց Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի միջև եւ ըստ էության դրանով փաստացի ցույց տալով իր վախերը նաև Ալիևից։ Այնպես որ այդ մարդիկ երևի այսօր իրենց տանը նստած այսպես հանգիստ խոսում են վախերից կամ չգիտեմ այլ բաներից, բայց կյանքը ցույց է տվել եւ նույն 44-օրյա պատերազմը ցույց է տվել, որ Սամվել Կարապետյանը այնքան է վախեցել այդ նույն Ալիևից, որ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի միջև հավասարության նշաններ է դրել իր հայտարարության մեջ։ Այդ վախերը նաեւ ոչ միայն Ալիևից էին, այլ նաեւ Ռուսաստանից, այնպես որ Սամվել Կարապետյանը ճիշտ կանի խոսի իր վախերից։ Բայց եթե Կարապետյանի այդ հայտարարությունը իրականություն դառնար, գուցե մենք հայկական Արցախ ունենայինք հիմա, պարոն Առաքելյան։ Գիտեք, այստեղ խնդիրը հետեւյալն է, տեսեք նույն Սամվել Կարապետյանը այսօր կամ իր թիմը խոսում է, չգիտեմ, հետվերադարձի թեմաներից, խոսում են ցեղասպանության թեմաներից, խոսում են, չգիտեմ, արցախահայության իրավունքների թեմաներից, չէ, այդ մարդիկ այսօր ասենց խրոխտ հայտարարություններ են անում, բայց երբ որ այդ հայտարարությունների անելու ժամանակն էր, երբ որ պատերազմ էր եւ պետք էր այդ ժամանակ ավելի համարձակ գտնվել, իրանք այդ ժամանակը բաց են թողել, չգիտես ինչի, իսկ ես կարծում եմ համոզված եմ հենց այդ վախերից դրդված։ Այն ժամանակ էր պետք խոսել նման կերպ եւ հիմա եթե իսկապես իրանց դիրքավորումը այսպես բալանսավորված, հա, քաղաքականություն իրականացնողների, ապա մենք այսօր այլ բան ենք տեսնում, այսօր մենք տեսնում ենք ուժ, որը ռևանշիստական ըստ էության կոչեր է անում կամ իրենց հայտարարություններում առնվազն ենթատեքստերում նման ռևանշիստական ուրեմն ընկալումներ կան, ավելին իրենց սիմվոլիկան նաև ռևանշիստական է եւ եթե մենք համարում ենք, որ իրենք այդպես բալանսավորված քաղաքականության կողմնակիցն են, դրա համար են այդպիսի հայտարարություն արել, ապա հիմա էլ պետք է իրենք ըստ էության նման հայտարարություններով ու կոչերով հանդես գային, ոչ թե ուրեմն ռևանշիստական դիրքավորումներով եւ հետեւաբար սա նշանակում է, որ դա ոչ թե ըստ էության բալանսավորման կամ այսպես միմյանց ոչ թե բալանսավորման, հա, այդ քաղաքականության դիրքերից էր հանդես գալիս, այլ հանդես էր գալիս վախի դիրքերից, վախ Ալիևից, վախ ռուսական իշխանություններից։ Բայց վերադառնալով Սամվել Կարապետյանի նշած Փաշինյանի վախերի մասին, այնուհանդերձ դա ակնհայտ չի, պարոն Առաքելյան, իմ հարցին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը խուսափեց քննադատել Ադրբեջանի իշխանություններին հայկական եկեղեցին քանդելու համար։ Սա ինչ է։ Նիկոլ Փաշինյանը ձեր հարցին պատասխան տվել է կոնկրետ պատասխան եւ այդ պատասխանից դուրս ես այլ մեկնաբանություն չունեմ։ Այսինքն սա ոչ թե վախի դրսևորումը, սա պետության ղեկավարի հավասարակշռված պատասխան է, հա։ Քանի որ մենք տեսել ենք իրավիճակներ, երբ որ օրինակ շատ հայտարարություններ վերցում եւ այլ համատեքստում են մեկնաբանվում եւ հետեւաբար պետության ղեկավարը պետքա նաեւ հավասարակշռված եւ զուսպ հայտարարություններ անի, առավել եւս երբ որ մենք գտնվում ենք բավականին նուրբ աշխարհաքաղաքական իրավիճակում։ Այսինքն էմոցիաներին տրվելը այս առումով ես կարծում եմ շատ գործընթացների կարող է խանգարել։ Այսինքն հայկական հետքի ոչնչացման մասին, երբ որ ահազանգում են, դա նշանակում է, որ ուզում են գնան գրավել այդ պետության տարածքը։ Հիմա չգիտեմ, կարող Վրաստանում հայկական եկեղեցու հետ կապված խնդիր լինի, կար չէ՞ մի ժամանակ հավլավաց։
Տեսեք, ես ձեզ մի օրինակ բերեմ։ Մենք գիտենք, չէ, Դա չի նշանակում, թե որ մենք ուզում ենք գնանք Թբիլիսին գրավենք, երբ որ մենք ակնհայտ է, չէ, որ Հայաստանի եւ Վրաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները այլ են, չնայած երբեմն մենք նույնիսկ հայ-վրացական հարաբերություններում այդ առումով տեսել ենք բավականին այսպես ծայրահեղ դրսևորումներ, բայց մենք հիշում ենք նաեւ Նախիջևանի ուրեմն պատմությունը, այնտեղի ջուղայի գերեզմանատան պատմությունը, երբ որ ընդ որում դա տեղի ունեցավ ոչ թե Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին, դա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ որ իշխանությունը գտնվում էր այդ մարդկանց ձեռքում, ու արդյունքում ինչ տեղ ունեցավ, նույնիսկ Ադրբեջանը այն ժամանակ, նույնիսկ երբ որ իրենք համարում են, որ իրենք ուժեղ են, հա, այն ժամանակ, նույնիսկ Ադրբեջանը չթույլատրվեց, որպեսզի ՅՈՒՆԵՍԿՕ-ի դիտորդները գան Ադրբեջան, գան այդ տարածք եւ տեսնեն իրենց աչքերով, թե ինչ է կատարվում։ Մեր խնդիրը նաեւ այս ժամանակահատվածում պետք է այնպես անել, որպեսզի, այսպես ասենք, մեր գործողություններով կամ հայտարարություններով այնպես չանենք, որպեսզի հերթը հասնի մյուս ուրեմն մշակութային ուրեմն հաստատություններին կամ կոթողներին։ Այնպես որ մենք ապրում ենք նուրբ գալիս են։ Որոնք են խնայում։ Ինչպես որոնք են խնայվում, երբ որ այս պահին Հայաստանի իշխանությունները լռում են։ Տեսեք, Ադրբեջանի կողմից եղել է հայտարարություն, հա, որ իրենք, եթե չեմ սխալվում, նման հայտարարություն եղել է, որ իրենք 1988 թվականից այս կողմ Ղարաբաղում կառուցված նմանատիպ հաստատությունները չեն համարում օրինական, իրենք այդ հայտարարությունը արել են, բայց միևնույն ժամանակ մենք ունենք նաև այլ հարթությունների, ուրեմն այլ հարթություններում գործող հարաբերություններ, կլինի քաղաքացիական հասարակություն, կլինի եւ այլն, որտեղով նույնպես հնարավոր է որոշակի աշխատանքներ տանել, բայց ես ձեզ բերեցի նույն Նախիջևանում տեղ ունեցած հայկական գերեզմանատան այդ քանդումը, ավերումը եւ այդ ժամանակ իշխանության էին Սամվել Կարապետյանենք եւ ես չեմ տեսել որ Սամվել Կարապետյանենք ինչ որ բան անեն որպեսզի հայկական մշակութային այդ ժառանգությունը չավերվի։ Հիմա իրանք նախկին են, ինչպես նշվում է իրենք, ինչպես սիրում է այս իշխանությունը ասել, իրենք վատն էին, թալանչի էին, դղյակներ էին սարքում պետության հաշվին, չէին մտածում զինվորի մասին։ Բա դուք ինքնիշխան եք, Հայաստան ազատագրած եք, Նիկոլ Փաշինյանն ասում է պետականության հիմքեր դրած իշխանություն եք, բա դուք արեք, իրենք վատն են, լավ, հասկացանք։ Տեսեք, երբ որ մենք խոսում ենք այո պետականության հիմքեր դնելուն, այո Հայաստանը այս գործընթացում դնում է այդ պետականության հիմքերը եւ Հայաստանը քայլ առ քայլ այդ պետականությունը ուժեղացնում է։ Իհարկե մենք չենք հասել այն կետին, երբ որ մենք ասենք, որ բոլոր սպառնալիքները վերացած են, բայց միևնույն ժամանակ համոզված եմ, որ մենք այդ կետին հասնելու ենք։ Կրկնեմ, այսօր մենք ապրում ենք բավականին նուրբ իրավիճակում եւ այդ իրավիճակում ամեն ինչ չէ, որ հնարավոր է իրականացնել։ Ինչի ես այդ օրինակը բերեցի, ես այդ օրինակը բերեցի ցույց տալու համար, որ իրանք չեն արել, մենք էլ չենք անում, այլ ցույց տալու համար, որ նույնիսկ այն ժամանակ, երբ որ իրանք համարում են, որ ուժեղ են, ի վիճակի չեն եղել ազդելու Ադրբեջանի որոշման վրա։ Եվ իդեպ դուք Ադրբեջանից մի մեջբերում արեցիք, ըստ էության մահմեդականների այդ Կովկասի վարչության պետի են միտքը, որ քանդում են այսպես կոչված ճակերտավոր ասված օկուպացիայի տարիների շինությունները համարելով անօրինական, բայց իրենք նաև քանդել են 18-ից 19-րդ դարերում կառուցված Շուշի կանաչ ժամը եւ այլն։ Բայց պարոն Առաքելյան, տեսեք, հիմա երբ որ ասում եք խաղաղություն է, հա, Նիկոլ Փաշինյանն ասում է խաղաղություն է, բայց խաղաղությունը օրինակ ենթադրում է այն, որ մենք պետք է միմյանց նկատմամբ բարի դրացիական վերաբերմունք ունենանք, առնվազն այն մակարդակին ունենք իրանցիների հետ, վրացիների հետ, հա, բայց մենք թշնամանք եւ ատելություն ենք տեսնում հայերի նկատմամբ։ Սա խաղաղության ոչ տեսակն է։ Տեսեք, այդ թշնամանք ու ատելությունը երկկողմանի է,
Մենք տեսնում ենք, որ օրինակ Հայաստանում այրվում է նաև Թուրքիայի կամ դրանից առաջ Ադրբեջանի դրոշները եւ այդ ընկալումները իրենք էլ ունեն ճշտամական վերաբերմունքի, Բայց ոչ իշխանական մակարդակով դա ընդդիմությունն է անում, իսկ Ադրբեջանում իշխանությունն է անում։ բայց միևնույն, տեսեք, Ադրբեջանում ինչ տեղի է ունենում, հա, այսպես թե այնպես կապվում է իշխանության հետ, հաշվի առնելով Ադրբեջանի ըստ էության քաղաքական համակարգի բնույթը, բայց միևնույն ժամանակ ադրբեջանցիները այսպիսի ըստ էության պատճառաբանություններ էլ ունեն, իրենք ընդունում են, որ իրանց ռեժիմը Հայաստանում արկա դեմոկրատական համակարգը չի, բայց իրենք էլ ասում են, մենք էլ պատասխանելու մեր տարբերակը պետք է ունենանք ու իրենք էլ այսպես կարող են պատասխանել նաև Հայաստանում տեղի ունեցած այդ գործընթացներին, բայց միևնույն ժամանակ, երբ որ մենք խոսում ենք բարի դրացիականությունից կամ խաղաղությունից, իհարկե մենք չենք կարող խոսել ուրեմն դարերով այս թշնամանքից հետո 1, 2, 3 տարում այդ ուրեմն բարի դրացիականության մասին, սա գործընթաց է, որը կպահանջի միգուցե երկար ժամանակ, բայց միևնույն ժամանակ մենք պետք է հասկանանք, որ այդ գործընթացը մեկնարկել է, եւ այս գործընթացին պետք է երկուստեք պատասխանատվությամբ վերաբերել։ Վերադառնալով նախընտրական ծրագրերին, տեսեք, մինչ այս պահը որ ուժերը, որոնք հասցրել են հրապարակել իրենց նախընտրական ծրագրերը կամ գոնե հանրային ելույթներում ներկայացրել են մոտավոր ինչ բովանդակությամբ է լինում, ուսումնասիրել եմ անվտանգային համակարգի հետ կապված դրույթները, միայն ՔՊՆ է, որ անվտանգության հիմնական երաշխիք համարում է միջազգայինորեն ճանաչված իրավունքը, տարածքը եւ երկրորդական համարում է փոխկապակցվածությունը, որ պետությունները իրար հետ պետք է ինչ-որ շահեր ունենան փոխկապակցվածության եւ դրա հիմքով ձգտեն խաղաղության, օրինակ ՔՊ ծրագրում որպես բան օրինակ նշված է TRIP-ը։ Մյուս ուժերը Սամվել Կարապետյանը երաշխավորներ է ուզում, Ռոբերտ Քոչարյանը երաշխավորներ է բերելու խաղաղության համար, Գագիկ Ծառուկյանը նույնիսկ 4-5 պետության է երաշխավոր բերելու, որ խաղաղություն լինի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Էդմոն Մարուկյանը բոլոր երաշխավոր բերողներին հակադարձում է, ասում է՝ մի րոպե, երբ որ դա իմ միտքն էր, ես էի ասում, որ պետքա լիներ Ֆրանսիա, Ռուսաստան եւ Ամերիկա կամ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ, ասում է դա իմ գաղափարն է, ինձնից են վերցրել, այսինքն բոլորը ուզում են ըստ էության դա չլինի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, բայց դուք հակառակն եք անում, ինչու՞։ Երբ որ նշեցիք բոլորը, այդ բոլորին կապում է ըստ էության մեկ պետություն, Ռուսաստանի Դաշնությունը, աշխարհաքաղաքական առումով, իրենց աշխարհաքաղաքական հայացքների առումով, այդ բոլորին միավորում է այդ մեկ պետությունը, այնտեղ նշեցիք անձ, որին կապում է նաև Բելարուսյան, հա, տվյալ դեպքում Գագիկ Ծառուկյանը։ Ու պատական չի, որ այս մարդիկ նշում են երաշխավորներ, իրենք հոգնակիով են ասում։ Բայց հավատարության նրանք չեն ասում Ռուսաստան։ Դուք որ ասում եք բելարուսցի օլիգարխը, նա 4-5 բան է, պետություն է բերում։ Որոնք են այդ 4-5 պետությունները, կարող եք ասել։ Ծառուկյանը անուններ չի տալիս, Սամվել Կարապետյանը լայն աշխարհաքաղաքական շրջանակ է թվարկում՝ Մոսկվա, Վաշինգտոն, Լոնդոն, Պեկին։ Տեսեք, Սամվել Կարապետյանը պարզ մանիպուլյացիա է ենթարկում։ Նույն Սամվել Կարապետյանը, այսինքն այս մի քանի երկրներին նշելով, այդ թվում նաև Ռուսաստանին, իրենք փորձում են հանրության ուշադրությունը շեղել ինչ որ առումով Ռուսաստանի վրայից եւ ցույց տալ, որ տեսեք, մենք բազմակողմ ուրեմն երաշխավորների ինչ որ ինստիտուտ ենք ուզում ձևավորել, բայց համոզված եղեք, որ Մոսկվան ու Վաշինգտոնը կամ Մոսկվան ու Լոնդոնը, որոնք այսօր ճշնամական հարաբերություններ ունեն, հաստատ չեն կարող մեր տարածաշրջանում ինչ որ երկրների երաշխավոր լինել, քանի որ իրենց աշխարհաքաղաքական ուրեմն աշխարհաքաղաքական շահերը հակադիր բևեռներում են եւ հետեւաբար պրիմիտիվ է նման հայտարարություններ անելը։ Ավելին ասեմ, այսօր Հայաստանի Հանրապետությունը ռազմավարական գործընկերային հարաբերություններ է զարգացրել եւ Միացյալ Նահանգների հետ, եւ Պեկինի հետ, եւ Լոնդոնի հետ։
այսինքն իրենք խոսում են բաներից, որոնք արդեն իրողություն են։ Իսկ ինչ մնում է երաշխավորներին, իրենք ընդամենը մեկ երաշխավորի ցանկություն ունեն ու դա Ռուսաստանի Դաշնությունն է։ Իսկ այդ տեսանկյունից իրենք ավելի շատ ոչ թե ցանկանում են տեսնել Ռուսաստանին կամ նպատակ ունեն տեսնել Ռուսաստանին մեր անվտանգության ու ինքնիշխանության երաշխավորի դերում, այլ իրենք ցանկանում են տեսնել Ռուսաստանին իրենց իշխանության երաշխավորի դերում, ինչպես որ եղել է նախկինում, երբ որ իրենք Հայաստանում զբաղվել են Ալան Թալանով, իրենց իշխանությունը Հայաստանում երաշխավորվել է ոչ թե ժողովրդի քվեով, այդ երրորդ երկրի ուրեմն երաշխիքներով։ Իրանց ստրատեգիական նպատակը դա է։ Ինչպես օրինակ տեսեք նույն Սամվել Կարապետյանը էլի հայտարարում է Հայաստանում ռուսերենը պետական լեզու դարձնելու մասին, կողքից նշելով նաև անգլերենը։ Այսինքն իրենց նպատակը Ռուսաստանը եւ ռուսերենն է Հայաստանի Հանրապետությունում, իսկ կողքի պետություններին կամ մյուս պետություններին նշում են, որպեսզի պատրանք ստեղծեն, որ իրանք այսպես բազմավեկտոր կամ բազմաբևեռ արտաքին քաղաքականության կողմնակից են։ Լավ, ինչու բոլորին ռուսամետ համարեցիք, նրանց մեջ նաև Էդմոն Մարուկյանն էր։ Կներեք, իսկ ինչով է տարբերվում ձեր կողմից նշած անձը իր աշխարհաքաղաքական հայացքներով, երբ որ մենք գիտենք, որ օրինակ նույն անձը 44 օրից հետո թե ընթացքում, եթե չեմ սխալվում, ինքն էր հայտարարում, որ պետքա ռուսական բազաները ավելացնեն, որպեսզի մեր անվտանգությունը ավելանա, ավելացավ այդ անվտանգությունը։ Մենք գիտենք, որ այդ ընթացքում հատկապես վերջին տարիներին կրակոցներ եւ Ադրբեջանի կողմից առաջխաղացումներ տեղ ունենում հենց այն տեղերում, որտեղ որ այդ ձեր կողմից նշված անձի կողմից ասած այդ ռազմական հենակետերը պատկանում են Ռուսաստանին։ Այսինքն պարզ է, չէ, որ այստեղ մենք գործ ունենք նույն քաղաքական, աշխարհաքաղաքական հայացքներ ունեցող մարդկանց։ Գնեք, բայց Էդմոն Մարուկյանի հայտարարությունը ինչ, երբ որ 2021 թվականին ՔՊ-ն իր նախընտրական ծրագրում անվտանգային հիմքերից մի քանիսը նշել է Ռուսաստանի հետ փոխկապակցված օբյեկտները, 102-րդ ռազմաբազայի բաների տեղակայումը Սյունիքում, ՀԱՊԿ-ը, Էդմոն Մարուկյանը ընդդիմադիր քաղաքական ճիշտ եք ասում, այսինքն Հայաստանը փորձել է այդ, տեսեք, այսօր ուրեմն Նիկոլ Փաշինյանին եւ ՔՊ-ին մեղադրում է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները ինչ որ վատթարացրել է, չէ՞։ Բայց դուք նշում եք, որ 21 թվականի ծրագրում նշված էր այդ ուրեմն եւ 102-րդ ռազմաբազան եւ չգիտեմ ՀԱՊԿ եւ այլն, բայց այսինքն այս իշխանությունը հնարավորինս արել է, որպեսզի այդ հարաբերությունները կամ այդ գործիքակազմը օգտագործվի Հայաստանի անվտանգության մակարդակը բարձրացնելու համար եւ այդ գործիքակազմերը կամ այդ պետությունները կատարեն իրենց դաշնակցային պարտավորությունը, բայց այդ պետությունը կամ պետությունները կամ այդ գործիքակազմերը անպետք են եղել Հայաստանի Հանրապետության անվտանգության հարցերում կամ ցանկություն չեն ունեցել կատարել իրենց դաշնակցային պարտավորությունը։ Այստեղ վատ բան չկա, այսինքն ներկայիս իշխանությունը ընդհակառակը փորձել է հնարավորինս օգտագործել այդ հանգամանքը, բայց կյանքը ցույց է տվել, որ դա հնարավոր չի եղել։ Եվ սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանին էլ կարելի է այդ խմբի մեջ ներառել, եթե գիտեք, Նիկոլ Փաշինյանը երբեք չի ասել, որ մենք պետք է Ռուսաստանի հետ հարաբերությունները վատթարացնենք։ Ռուսաստանի հետ հարաբերությունները կամ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները չեն վատթարացել ըստ էության Հայաստանի պատճառով, դա մենք գիտենք հայտնի պատճառներով եւ դրա մասին բազմիցս խոսել ենք։ Ու այս ամենից հետո նորից կանգնել ասել, որ Ռուսաստանին բերենք այստեղ սարքենք երաշխավոր մեր անվտանգության, դա կներեք էլի, ասենք ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում։ Ինչպես կմեկնաբանեք Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի միջև արկա տարաձայնությունները, օրերս Քոչարյանը ռուսական լրատվամիջոցին տված հարցազրույցում ափսոսանք էր հայտնել, որ իր փոխարինողը եղել է Սերժ Սարգսյանը, Սերժ Սարգսյանն էլ հակադարձել էր այն մասին, որ ես 20 տարի արդեն դա լսում եմ եւ այսօր լսեցինք նաեւ սկզբնաղբյուրից, հա։ Դուք ինչպես եք մեկնաբանում երկու նախկին նախագահների սուր բանավեճը տարաձայնությունները նախընտրական էսքով։
Տեսեք, այստեղ Ռոբերտ Քոչարյանը մի շատ կարևոր բանում է, ուրեմն խոստովանություն կատարել, որ ինքն է Հայաստանում իրավահաջորդ նշանակել, ընտրել եւ նշանակել, հա։ Ըստ էության մենք էլի գալիս ենք այն մտքին, որ Հայաստանում փաստացի Դե չէ, բայց միթե ինքը չի սենց վերջնական պեճատը խփել, ուղղակի կարող է քննարկման ժամանակ տեխնացությունը պաշտպանել է։ Չգիտեմ, դուք Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին որքանով եք ներգրաված եղել քաղաքական գործընթացներում, ես ինքս չափած մարդ եմ եղել եւ ապրել եմ այդ տարիներին ու ես գիտեմ, թե այդ տարիներին ինչ էր նշանակում Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը, առավել եւս իշխանությունը փոխելու այդ ամբողջ գործընթացում եւ հետեւաբար Ռոբերտ Քոչարյանի անկեղծության պահն է եղել այդ, երբ որ ինքը խոստովանել է, որ ըստ էության Հայաստանի իր իրավահաջորդին ինքն է փաստացի նշանակել։ Իսկ ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի պատասխանին, ապա այդ պատասխանից թերևս ամենահետաքրքիրը եւ ինչ որ առումով նաեւ չգիտեմ, հումորային է հենց իր ձևակերպումն էր, սկզբնաղբյուր, ու ես կարող եմ ասել, որ իրականում Ռոբերտ Քոչարյանը մեր երկրում շատ բացասական երևույթների սկզբնաղբյուրն է։ Իսկ ինչով է պայմանավորված։ Իսկ այդ հարաբերությունների մասին այո, ամբողջ տարիների ընթացքում խոսվել է նաև հանրապետական շրջանակներից, որ Ռուսաստանի եւ Սերժ Սարգսյանի միջև հարաբերությունները թունավորում է Ռոբերտ Քոչարյանը, որ այդ ամբողջ տարիներին ավելին իրենք շատ հանրապետականներ կուլիսներում խոսում են այն մասին, որ հենց Ռոբերտ Քոչարյանն է կազմակերպել մարտի 1-ը, որպեսզի Սերժ Սարգսյանին փոխանցի կամ Սերժ Սարգսյանը ստանձնի նախագահի պաշտոնը լեգիտիմության շատ ցածր մակարդակով, որպեսզի հետագայում ինքը կարողանա իշխանությունը հետ վերցնել Սերժ Սարգսյանից, ու այսպիսի խոսակցություններ, այդ խոսակցությունները միշտ եղել են, ու հիմա արդեն ըստ էության փաստացի արդեն դա տեղի ունենում հրապարակային։ Եվ ինչի կհանգեցնի սա ասես։ Ոչ մի բանի չի հանգեցնի, պարզապես հանրությունը կտեղեկանա այս մարդկանց հարաբերությունների մասին, ընդ որում այս մարդկանց հարաբերությունները կարող են շատ հետաքրքիր ներքաղաքական պլաստեր բացեն Հայաստանի ներքաղաքական այդ տարիների կյանքի եւ իրադարձությունների վերաբերյալ։ Տեսեք, նույն Քոչարյանի հայտարարությունը մեզ հայտարարությամբ մենք հասկացանք, որ ըստ էության Քոչարյանը իշխանությունը փոխանցել է իրավահաջորդին եւ Հայաստանում ըստ էության ընտրական գործընթացներ որպես այդպեսին տեղի չունեցել։ Այսինքն, եթե Քոչարյանը ուզեր, որ Սերժ Սարգսյանը չլինի այլ մարդ լինի, ուրեմն կլիներ այլ մարդ, հա, այսպես ասենք, այսինքն ընտրական համակարգ, ընտրական գործընթացները որպես այդպեսին Հայաստանի Հանրապետությունում չեն արվել։ Ու ասեմ ձեզ, որ այս մարդկանց այդ հերակա բանավեճը եւ երկխոսությունը շատ հետաքրքիր կլինի այդ տարիների քաղաքական կյանքը ավելի խորքում հասկանալու եւ միգուցե էլի որոշակի բաներ վերաիմաստավորելու համար։ Հիմա ընտրակաշառքների տարբեր նյութական միջոցներով քաղաքացիներին շահագրգռելու մասին հրապարակումներ է անում հակակոռուպցիոն կոմիտեն եւ դրանք բոլորը Սամվել Կարապետյանի ուժի մասին են, արդեն հասել են կանդազին, ավելի այսպես ասեմ, որ մարդկանց համար բարձ լինի մասն է խոսքը։ Դուք ինչպես եք սա մեկնաբանում, միայն այդ ուժի հետևից գնալը արդյոք միտում չէ, թե այսինքն մենակ իրենք են դրա մեջ թաթախված, իհարկե անմեղության կանխաբարկածը պահելով, քանի որ դեռ դատանի վճիռ չկա, ինչու է Սամվել Կարապետյանը այս ամեն ինչի էպիկենտրոնում։ Նրա համար, որ Սամվել Կարապետյանը կարծում եմ որոշակի տեղերում որոշակի խոստումներ է տվել։ Հիմա ինքը հասկանում է, որ ժողովուրդը լավ հասկացել է, թե ովքեր են իրենք, եւ միակ հնարավորությունը ժողովրդի ձայնը ուրեմն ստանալու համար իրենք պատկերացնում են ընտրակաշառքը ու հետեւաբար իրենք գնում են նաեւ ինչ որ առումով երևի վաբանկ ու պատական չի, որ հենց իրենց բացահայտված գրեթե բոլոր դեպքերում հենց իրենց
ուժն է ներգրաված այդ գործընթացներում։ Երբ որ մենք ասում ենք, որ Սամվել Կարապետյանը կամ Կարապետյանները նախկիներ են, մենք նկատի չունենք միայն, որ իրենք եղել են այդ նախկին իշխանության մաս, մենք նկատի ունենք նաև վարք ու բարքը, քաղաքական մշակույթը։ Այդ ընտրակաշարքի քաղաքական մշակույթը հենց նախկինների քաղաքական մշակույթն էր, որը կոտրեց մեր հասարակության ու մեր պետության ողնաշարը, Դե բայց որը հիմա այլասերեց իշխանության պետությունը եւ ողնաշարը։ հետ կապված էլ նման թեմաներ արդեն կան։ Դե եթե նման թեմաներ կան, կդիմենք դատարան։ Դանիել Իոնիսյանը, որը շատ հարցերում աջակցում է բացահայտ այս իշխանությանը, խնդիր է տեսել վարչապետի տիկնոջ հիմնադրամի հետ կապված, դիմել է հանցագործության մասին հաղորդում է տվել, որովհետև ԿՊ-ի հետ ասոցացվող հիմնադրամը բարեգործական ծրագրեր է իրականացնում այն բանից հետո, երբ հանրապետության նախագահ հրապարակեց ընտրությունների օրը։ Աննա Հակոբյանը ասուլիս տվել է եւ այսօր ամեն ինչ պարզաբանել է եւ եթե չեմ սխալվում նաեւ իրենք մտածում են հակընդդեմ հայցով դիմել, հա, եւ երբ որ կլինի դատական գործընթացներ, մենք դրա մասին կխոսենք։ Բայց ամեն դեպքում խնդրահարույց չի, որ մենք այսօր ունենք կոնկրետ քաղաքական ուժ, որը ներգրաված է քաղաքականության մեջ, ուզում է երկրում իշխանություն վերցնի, ու արդեն դարձել է տրադիցիա, որ մենք գրեթե ամենօրյա ռեժիմով այդ մարդկանց հետ կապված ընտրակաշարքների ձայնագրությունների ենք ականատես լինում, որը ցույց է տալիս, որ ըստ էության սա համակարգված եւ համընդգրկում բնույթ է կրում։ Բայց դատարանի վճիռ չկա, ինչու է կանմեղության կանխավարկած խախտում դատարանի։ Դուք նշեցիք ձեր խոսքում, որ մենք փաստ ենք արձանագրում եւ բնականաբար ելնելով անմեղության կանխավարկածը, այսինքն մենք ականատես ենք եղել այդ ուրեմն ձայնագրություններին եւ մենք խոսում ենք դրա հիմքով։ Դե կարող Ինչպես Դե քան դատանի վճիռ չկա, կարող ենք նաև ենթադրել։ Դե համենայն դեպս դուք հարցը տալիս եք դրա հետ կապված, ասում եք, որ ընտրակաշարքի հետ կապված զապիսներ են եղել։ Հիմա եթե դուք հարցը տայիք, ասեիք, ինչ է կարծում սա վերագրվող։ Դե մենք հետ վերագրվողի հետ կապված ենք քննարկում, բայց արեք իմ քայլը հիմնադրամի մասին խոսենք, հա։ Վարչապետը, գործող վարչապետը, որը նաև առաջիկա ընտրություններին թեկնածու է, տիկնոջ հիմնադրամը մի շարք բարեգործական ծրագրեր է իրականացնում։ Դուք ստեղ խնդիր տեսնում եք, թե չէ, քաղաքական առումով իրավականը մի կողմ թողնենք, այն ինչքան էլ որ դա կարևոր է, բայց քաղաքական գնահատական։ Այն ինչ որ դուք տալիս եք, նախ եւ առաջ իրավական գնահատականի անհրաժեշտություն։ Արդյոք եղել է այդ բարեգործությունը, արդյոք դա իր մեջ պարունակում է, չգիտեմ, այդ տարերը եւ հետեւաբար ես նույնպես նշում եմ, երբ որ կլինի դատարանի որոշումներ, մենք այդ ժամանակ խոսենք։ Շնորհակալություն, պարոն Առաքելյան, հարցազրույցի համար։